Երաժշտություն, հայկական համեր, ձեռագործի տեղական բրենդներ և բազմաթիվ հյուրեր, Դիլիջանում հայկական մշակույթի բացօթյա տոներ։ Մարդիկ եկել էին ոչ միայն տեսնելու, այլև հայկական ձեռագործ աշխատանքներին ծանոթանալու, հայկական խոհանոցը համտեսելու, տարբեր ստեղծագործական աշխատանքներին մասնակցելու ու պարզապես օրը ընտանիքի կամ ընկերների հետ անցկացնելու։ Green Rock-ի նախաձեռնությամբ առաջին անգամ կայացավ Արմաթ ֆեստը։ Փառատոնի գաղափարը հայկական մշակույթը ժամանակակից ձևով ներկայացնելն էր։ Արմատը դա մեր արմատներինն է, մոտեցում մեր արմատներին, բայց նորովի, որ երիտասարդները հասկանան արմատների դա մեր հիմքն է, դա մեր մշակույթն է, բայց նա կարող է լինել հետաքրքիր եւ ֆանտաստիկ, որը հիմա դուք տեսնում եք Դիլիջանում մեր հետ միասին վայելում եք այս ուրախ բարի ժամանակները։ Շուրջ 2000 մասնակից ոչ միայն Դիլիջանից, այլև Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից։ Վիետնամցի այս աղջիկն օրինակ որոշել էր ծանոթանալ Որդան Կարմիրի կախարդանքին։ Դիլիջանում այս միջոցառման մասին պատահաբար իմացա։ Այդ պատճառով Երևանից հասա Դիլիջան, որ հասցնեմ մասնակցել։ Սա իմ առաջին այցն է, բայց հենց առաջին օրվանից սիրեցի այս վայրը։ Այստեղ գալով կարծես միտքս բացվեց, նոր փորձառություն ձեռք բերեցի։ Իսկ հայ ընկերոջս շնորհիվ հնարավորություն ունեցա ծանոթանալու այս ամենին։ Բնության գույները պարզապես հիասքանչ են։ Բայց այստեղ կարևորը միայն բնությունը կամ սնունդը չէ, ամենակարևորը մարդիկ են եւ մշակույթը։ Կարծում եմ, ես այստեղ թողնելու եմ իմ սիրտը։ Փառատոնի կարևոր մասն էր գաստրոնոմիան։ Հայկական խոհանոցի տարբեր համեր այստեղ ներկայացված էին մեկ ընդհանուր տարածքում։ Իսկ այցելուները կարող էին ոչ միայն համտեսել, այլև ծանոթանալ տեղական տարբեր արտադրողների։ Փոքրերի համար էլ անելիքը քիչ չէր։ Ավանդական խաղեր, ստեղծագործելու հնարավորություն ու տարբեր միջոցառումներ, այսինքն Արմատը նախատեսված էր ամբողջ ընտանիքի համար։ Այսօր մենք ներկայացրել ենք մի քանի վարպետաց դասեր, որոնք նաև թեմատիկ էին, այսինքն ազգային էին, մեծերի եւ փոքրերի համար։ Ներկայացրել ենք Որդան Կարմիրով վարպետաց դասեր մեծահասակների համար, տիկնիկագործություն մեծահասակների համար, իմիջիայլոց ազգային տիկնիկագործություն, որովհետև թե կտորի նախշը, թե պատմությունը, որ հաղորդում էինք բոլոր ներկաներին, ազգայինի մասին էր։ Եվ մանկական զոնայում ունեինք փայտե իրերի նկարազարդում եւ ապլիկացիաներ, որոնք էլի ազգայինի թեմայի մեջ էին։ Արտեմիզ Ացեպինն էլ մի քանի ամիս է Դիլիջանում է ապրում եւ պատահաբար է հայտնվել փառատոնին։ Պատմում է, ինչու է ընտրել Դիլիջանն ու ինչու անտարբեր չի անցել Արմաթ ֆեստի կողքով։ Удобно, комфортно, потому что Արդեն մի քանի ամիս է ապրում եմ Դիլիջանում, վայելում եմ բնությունը, եղանակը, Green Rock-ի մշակութային միջոցառումները, հատկապես վայելում եմ դասական երաժշտությունը լեռներում։ Դա պարզապես հիասքանչ է, եղանակը, լեռները։ Ես ինքս էլ լեռներում եմ ծնվել եւ շատ եմ սիրում լեռները։ Առանց լեռների երկար չեմ կարող, դրա համար էլ Դիլիջանն ինձ շատ է գրավում։ Այստեղ կա նաեւ համայնք, հետաքրքիր մարդիկ, հրաշալի երեկոներ ենք անցկացնում շփվելով միմյանց հետ։ Այստեղ խոր մտածող անհատականություններ են հավաքված։ Ոմանք զբաղվում են բիզնեսով, ոմանք IT-ով, մյուսները տարբեր ոլորտներով։ Միշտ հետաքրքիր է փորձի փոխանակումը եւ այստեղ իրական մշակութային փոխանակում է տեղի ունենում։ Իսկ օրն ամփոփվեց համերգով, ելույթ ունեցան ճանաչված ու սիրված արտիստներ։ Արմատի առաջին փառատոնը ցույց տվեց, որ հայկական մշակույթը կարող է լինել ոչ միայն անցյալի ժառանգություն, այլև մարդկանց միավորող կենդանի միջավայր երաժշտությամբ, համերով, արհեստներով ու նոր հանդիպումներով։ Սդամակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։